Կառավարության նիստում քննարկումները կայացրած որոշումները ոչ ոքի չեն հետաքրքրում, կարծում է Նիկոլ Փաշինյանը, եւ այս երևույթը ըստ Փաշինյանի ամբողջ աշխարհում է։ Փաշինյանի ձևակերպմամբ դա նշանակում է, որ պետք է ջանք գործադրել, շփվել մարդկանց հետ։ Հիմա բոլորին հետաքրքրում է, թե վարչապետ այս ժամացույցը որ կապել է, ով որտեղից է գողացել, քանի հատ ադամանդի քարկա մեջը ինչ միջուկային ռեակտոր է տեղադրված եւ այլն եւ այսպես շարունակ։ Սենց մի հատ բան դնենք, միլիարդներով դիտում կունենա, բայց որ մարդուն ասես քո բարեկեցությունը ապահովելու համար ենթակառուցվածք ենք ստեղծել, դա չի հետաքրքրում։ Գործադիրը որոշեց վերանայել ուսանողների արտերկրի բուհերում սովորելու կրթաթոշակային ֆինանսավորման քաղաքականությունը։ Արտասահմանում ուսման ծրագրին կաջակցեն Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունները, որոնց աշխատակիցները կցանկանան դրսում ուսում ստանալ։ Այդ բուհերը ընդգրկված պետք է լինեն Շանհայի ռեյտինգավորման համակարգում։ Համաֆինանսավորվող կրթաթոշակը պետք է կազմի առնվազն 50%, որից հետո պետությունն ամեն տարի առավելագույնը 10 միլիոն դրամի չափ կրթաթոշակ կտրամադրի։ Փաշինյանի ձևակերպմամբ, սակայն կան հիմնադրամներ, որոնցից կրթաթոշակ ստացած ուսանողների ընդամենը 20%-ն է վերադարձել Հայաստան։ Ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորում, ընդ որում պատճառների մեջ չեմ ուզում խորանալ, փաստ է, որի հետ պետք է առնչվենք։ Հաջորդը դրանից հետո համանման գործունեություն մենք փորձեցինք պատվիրակել, որպեսզի իմ քայլը հիմնադրամը իրականացնի, բայց այդտեղ իհարկե տոկոսը որոշակիորեն ավել է 60%-ի չափով, բայց էլի 40% չվերադարձելիություն ունենք։ Կառավարությունն առաջարկեց քննարկել եւ հասկանալ, եթե արտասահմանում մեկնած ուսանողների գերակշիռ մասը չի վերադառնում Հայաստան, ուրեմն ծրագիրը պետք է չեղարկվի։ Փաշինյանն էլ առաջարկեց, որ արտասահմանում բուհերում սովորելուն աջակցելու ծրագրում կետ ավելացվի, որ պետությունը կֆինանսավորի միայն այն դեպքում, եթե շահառուն առնվազն 2 տարի տվյալ կազմակերպությունում կամ գործարանում աշխատած լինի։